Այդ պարոլը ով էր դրել, ով էր մտածել բազե պարոլ։ Հանրապետականի շտաբից հայտարարություն ենք տարածել, որ հանրապետականում նման բան չկա։ Ընտրական խախտումների եւ ընտրակաշառքների վերաբերյալ եւս արդեն իսկ ազանգեր կան, տեսանք թե ինչ էր կատարվում ձեր շտաբում, լրագրողների գործունեությունն է։ Հարգելիներս, ես այդ կարծիքին չեմ։ Եթե նման բաներ կան, թող դիմեն, այո։ Եթե նման բաներ կան, թող դիմեն իրավապահ Փաշինյանի տարածած հայտարարությունները եւ բացահայտումները արդյոք չի բարգավեճում ձեր կուսակցությանը։ Ես մենք կոչ ենք արել մեր բոլոր մրցակիցներին, որ նորմալ քարոզչություն անենք եւ մեկս մեկին ցեխ չնետենք։ Հասարակական տրանսպորտի վիճակը շատ վատ է եւ դուք 6 տարի եղել եք Երևանի քաղաքապետ, հիմա նորից ասում եք, որ մենք ընտրվենք տրանսպորտի վիճակը կբարելավի։ 6 տարի քիչ չէր արդյոք որպեսզի վիճակը։ Շնորհակալ եմ հարցի համար, այդ հարցին ես պատասխանել եմ եւ երբ որ հետևեիք իմ քարոզչությանը, նաեւ կտեսնեիք, թե այդ հարցին ինչ պատասխան եմ տվել եւ հետագայում մեր տրանսպորտը ոնց են պատկերացնում։ Պարոն բանավեճերից ինչու հրաժարվեցիք, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ չեք կարող բանավիճել։ Հարգելիներս, այդ հարցին էլ եմ պատասխանել, բայց եւս մեկ անգամ պատասխանեմ։ Մենք քարոզչությունը նախընտրել ենք, որ մեր երևանցիներին մեր նախընտրական ծրագիրը ներկայացնենք, նաեւ հաշվետու լինենք վերջի 4 տարիներին մեր կատարած աշխատանքի համար։ Եվ շուրջ 100 բակային հանդիպումներ ենք ունեցել Երևան քաղաքում եւ փորձել ենք հնարավորինս մեր նախընտրական ծրագրերը ներկայացնել եւ մենք ավելի հակված ենք բնակչության հետ մեր ծրագրերը ներկայացնել, քան թե Բայց ինչ եք խուսափում բանավեճից, չէի կարող։ Չենք խուսափել եւ մեր հստակ մեր պատասխանը եղել է։ Ում եք ընտրելու Նիկոլ Փաշինյան թե Զարուհի Փոստանջյան։ Հանուն Երևանը ընտրել։ Պարոն Մարկարյան, նաեւ բազմաբնակարան շենքերի վերին հարկերում են շենքեր բնակարաններ կառուցվում հարկեր։ Սա ապօրինի շինություն չի եւ արդյոք թույլտվությունը դուք եք տվել համապատասխան գումարի դիմաց։ Որը ապօրինություն շինությունը մենք անդրադառնանք այդ հարցին, որ Երևանում բազմաթիվ նմանատիպ ճարտարապետական քաղաքաշինական փաստաթղթեր կան, ուրեմն համապատասխան չափորոշիչները համապատասխանում են։ Իսկ որը ապօրինի է, միանշանակ անդրադառնալու։ Ունեք քանի տոկոս կհավաքեք։ Համբերեք կտեսնենք բոլորս միասին։ Ֆինանսական միջոցները տարեցտարի աճում են, սարքով քաղաքապետի աշխատավարձով եք հաստատում։ Նաև կասկած կա, որ արդար ճանապարհով չեք կուտակել ձեր հարստությունը։ Ես հարգելիներս, հարգելի լրագրողներ, վերցրեք իմ հայտարարագրերը եւ ամբողջությամբ նայեք եւ նոր կարծիքներ հայտնեք։ Ուզում ենք հասկանալ երիտասարդ տարիքում ոնց հասցրեցիք այդքան կուտակել։ Վերցրեք հայտարարագրերը եւ ամբողջությամբ նայեք։ Լավ, հարգելիներս, առիթ չեմ ունեցել վերջում Քարոզարշավի մեր բոլոր լրագրողների հետ շփվելու, նաեւ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլորիցս հետ լուսաբանման հետ կապված մեր քարոզչությանը ակտիվ ձեր մասնակցությամբ։ Չեք ասում Շնորհակալ եմ։ Հայտարարագիրը վերցրեք կտեսնեք։ Այս հարց տվեցի, հայտարարագրում ամեն ինչ գրված է, վերցրեք նայեք։ 10 միլիոն աշխատավարձով մի քանի միլիոն դոլար կուտակել։ Ինձ թվում է հայտարարագիրս ընդամենը վերջի 4 տարին չեմ ներկայացրել, նայեք որ թվականից է ներկայացված, այդ ժամանակ Մինչ այդ էլ թաղապետ եք եղել։ Իսկ մինչև այդ
Ամենացությունների ժամանակ ինչ-որ կարծիքներ են հնչում, բայց այդ կարծիքները պետք է իրավապահները եւ համապատասխան մարմինները քննեն, որ մենք կարծիք հայտնենք։ Ինչի՞ համար է։ Այսինքն ասած տեղի ունեցավ այս ընթացքում, ոչ մի բան ձեզ չմտածեցիք։ Ասած ես այդ կարծիքը չեմ։ Ինչ կարծիք է։ Պարոն Մարգարյան, կասեք խնդրում ենք ձեր ուղղված քննադատությունները պիտի գրծեմ հարցս, որ արդեն ճանապարհով չեք կուտակել ձեր հայրենիությունը։ Երբ բարով ասեք, էլի ո՞նց եք անցել այդ ճանապարհը, ինչպես է հաջողվել այդ ուղղումը։ Արգելիներս ես խնդրում եմ վերցրեք։ Դա հասկացանք, բայց հիմա չեք ասում, ո՞նց եք կուտակել այդ հայտարարները վերցրեք ամբողջությամբ։ հայտարարում հայտարարված ճանապարհը Որտեղ իրական նույն հարցը տալիս եք հասկացել։ Նարճան լավ է սանում, բայց այդ հարցին մի անգամ արդեն ուղղորդած որտեղ